Osam garcana pero. Դերը գսե քանզի ես քեզի հետ եմ։ Մի զարհուրիր, վասն ես քո Աստվածը դեմ։ Քեզ պիտի զորացնեմ ու քեզի օգնություն պիտենեմ, ու իմ արդարությանս աչովը քեզ պիտի բռնեմ։ Երկրորդ տեղը պիտի գարտամ Ելից 14-րդ գլուխ 14-րդ համարը։ Ելից 14-րդ գլուխ 14-րդ համարը։ Դերը ցեզի համար բادرազմի պիտի բادرազմի թուքլուր գեցեք։ Դերը սա Մովսեսին ինչու ինձ զիգաղագես Ըսե Իսրայելի որդիներուն որ չվեն եւ թուն կավազանդ վերցուր ով Մովսես ու ցերկը ծովուն վրա երկունցուր ու ջեղկե զայն որբեսի Իսրայելի որդիներու ծովուն մեջ են անցնելով երթան Ես ահա Եգիպտացիներուն սիրտը պիտի գարձրացնեմ ու ցեր յետևեն պիտի կան Ես փարավոնի ունանոր բոլոր զորքերուն վրա անոր գարկերուն անոր ցիավորներուն վրա պիտի փարավորվիմ Երբ ես փարավոնին ու անոր գարկերուն անոր ցիավորներուն վրա փարավորվիմ Եգիպտացիները պիտի գիտնան թե ես եմ դերը Աստծո նպատակը այն է քո աշխարհի վրա բնակել դալուտ որ դու պետք է գիտնաս թե ով է քո Աստվածդ եւ Աստված քեզմով ուրախ պիտելա, որովհետև դու կներկայացնես այս աշխարհի վրա կալածը իրեն համար գաբրիս այս աշխարհի վրա կալածադենը։ Ես ոչ թե միայն դու հովով մոտով մծնած ես եւ բիլի մեզնաս ինչպես որ գշնչես գաբրիս եւ գհավակես հավաքելիքներդ հոսե ծրակիր Աստծո քո կյանքի համար։ Ես կսի Աստված պետք է փարավորվիմ Եգիպտոսի բոլոր թագավորին եւ ժողովրդին արչեւ։ Ես պիտի փարավորվիմ Քու կյանքով այս աշխարհի վրա որ քեզի կյանք տված եմ Աստված իր փառքը ո՞յ մեկուն չի դար եւ պետք է անդրադառնանք որովհետեւ փառավորենք իր սուրբ անունը Աստված փառավորվեցավ ուրիշ շատ մտեղերով Անկամ մեզ կարտանք Ելիցը Ելից 14 Դերից եզի համար բիդի բادرազմի Դերը այսօր ինձի համար կբادرազմի ապաշխարելես վերջը որբեսի չարը վրաս իշխանություն չունենա Ասի Աստծո բادرազմի եթե դու հավատացյալ ես Եթե անիգա քու մեջդ է եւ քու սուրբ իր սուրբ ոգին քու մեջդ կփնագի դու այնպեսի անձնավորություն մնես որ զինքը կփարավորես եւ զինքը կկալես իրանունով այս աշխարհի վրա շնորհակալություն հայտնելով քու կյանքի համար ամեն օր եւ անիգա քեզի համար կբادرազմի այն չարին հետ որ դու չես տեսներ Այն խավարի իշխանին հետ, խավարի իշխանին բերություններուն հետ, որ դու նոր իսկ չես ունենար իր պաշտպանության մասին։ Խոսք ուզե քեզի ցույց տալ դերը, որ Աստված կուզե քեզ պաշտպանել, քեզ բահել, քեզ սիրել, քեզ ներկայացնել երկնային թակավորության մեջ, երբ որ դու կյանքիստդ կմտնես։ Աստված փառավորվեցավ Ամփան անասուններու փերանով եւ անոնց կորձերով Ինչպես գարտանք կամ խոսինք Աստված իր փառքը ո՞յ մեկուն չի դար ո՞յ մեկադեն Հետևյալն է օրինակը Եղիա մարգարեն լրան վրան անոթի գեցած էր Աստված ակրավիմը հրամայեց որ Եղիա մարգարեին գերագուր մտանի Ակրավը երբեք մեր կյանքի ընթացքին ոչ կարդացարենք, ոչ տեսերենք, որ ո՞յ մեկուն գրնա իր պերնին գդուցովը գերագուրը բռնել եւ ոտքին տատերովը գրնա բռնել եւ դանել եւ ուրիշ մեկում է գերագրել։
Բացի այն Աստուծուն հրամանով, որ զինքը ստեղծած է։ Ակրավը ինքը ինչ իր հասկացողության ցևով հասկացավ Աստուծո ծրագիրը։ Արդյոք ինչ տեսակ ջամփամը փացավ Աստված իրեն, որ իր լույսովը գրծավ մինչև Եղիան տեսնել եւ երտալ Եղիային։ Աստված իր փառքը ո մեկուն չի դար։ Դարավ գերագրեց Եղիային դվավ գերագուրը, որ անոթի էր։ Եվ այդ կեսվերջը չենք լսեր ակրավը ուր կնաց։ Կնաց ուր որ պետք է երտար։ Ձովուն մեջի ծուգի մհրահան կրավ Աստված, մեծ ծուգի մհրահան կրավ։ Եվ այս մեծ ծուգը կնաց հովնան որ նավեն չուրն է դերեին, հովնանը պետք է ջանչնար, որ հովնանին գլեր։ Այո, հովնանին բես ուրիշ մեկի չի գար թերևս չուրի մեջ։ Բայց ուրիշ շատ ծուգեր գային, որ եփոր փերանը փանար հայրնարով ծուգ կրնարու դել այդ մեծ ծուգը։ Բայց կնաց հովնանը իր բոլոր վիճակով արավ եւ իր փորի մեջ դրավ եւ Աստված իրեն հրահան կրավ, որովհետեւ հովնանը նինվեդանի։ Ամպան անասունը ծուգը որ խոսիլ չի գիտեր։ Ոչ ալգրնա խոսիլ, ոչ ալգրնա երբագայել խոսելու մասին։ Դարավ հովնանը եւ Աստված իրեն հրահանգեց, որ հովնանը պսխե եւ ոչ թե մարսե։ Այդ ճամփորդության ընթացքին։ Ուրիշ անասուն մնգա, ամփան անասունը, որ լեզու չի գիտեր խոսելու, մի անգրնա զռալ։ Փաղամ մարգարեն էշը։ Երբ որ Աստված դեսավ փաղամ մարգարեն իրեն հագարակ կորցը պիտի անե։ Երբ որ Աստված դեսավ հովնան մարգարեն իրեն հագարակ կորցը պիտի անե։ Աստված խոսեցնել գդվավ եւ առաջնորդեց այս գենտանի ամպան անասուններուն, որովհետեւ մարգարեները հասկանան, որ իրենք որ չափկիդագից են, որ ամպան անասուն միեգա իրեն հետ կխոսի իսելով։ Էշմը խոսեցավ իրեն դիրոջը հետ։ Զարմանալի գերբով փաղամ չշվարեցավ, այլ սկսավ էշին պատասխանել, խորելով, որ իրեն պես անձնավորություն եղավ էշը, քանի որ գխոսի 4 ոտքով 4 կոդանին։ Աստված փառավորվեցավ անհնազանդ եղող փաղամին դիմաց։ Աստված փառավորվեցավ անհնազանդ հովնանին դիմացը, ամպան անասունովը։ Հովնան վախցավ, ինչպես մի ճամփորդ է, ինչպես կերտացուգին փորի մեջ աղոթեց, երբ որ ծուգին փորի մեջ մտավ, այդքան աղոթքի հոգի եկավ վրան։ Իսկ փաղամը երբ արթնցավ, երբ որ էշը սկսավ ինձին պաշտպանել, ասավ ես աշճաբադենեք ու էշը դեմ Նեպտուն վրաց կնեսիս կորդ քու բզդիգության ռադեն, ինչու գծեց ինձի, էշ եղավ փաղամին, թիմաց եղող պաստապանմը, ինքզին կարտարացնող։ Ով է ասինողը, ասիգա մեր Աստվածն է, անհնազանդ մին լարգյանքիտ մեջ, գրնալալ, որ քու էշերը դալ կեզի խոսի, ուրախությունով հնազանդ է այս Աստծունին։ Բատմությունը բիգարտամ։ Ջան ուն մեկր անունով երդասարդ մամերեգացիմը իր հոգևոր ընկերոջ գբնթե, որբեսի իրգուն մը վգայության ժողովին ներգա ալլա։ Եվ ընկերը գդանի մտավորապես 200 հոգիներ գային սրահին մեջը, հայտնի էր, որ հոգևոր եկեղեցի մներ այդ, նույնպես օգտակար գսկային դարբերությունը, օդարները գսկային դարբերությունը։ Երկե եւ աղոթքե գաչ պատկամեմը ետ վգայությունները սկսան։ Շուրջ փոքրույն ազատությունը սկալի էր վգայողներուն եւ մտիկ ընոներուն մեջ։ Առաջին վգայողը ձեր մարդ մեղավ, ասա որ Աստված շատ բարի եղած էր իրեն։ Երգանքով զինք բսագած էր եւ հիմա կսպասեր որ զինք քնացնե, այսինքն մահկանացուն կնքե։ Իր վգայությունը լմնցունել են առաջ ասավ Քրիստոնյա լավ է մեռնել են առաջ։
Երդասարտը, որ հրավիրված էր այդ պաշտամունքին, շատ չդվավորվեցավ այս վկայությանը վրա։ Բայց իրեն պետք եղած կրոնք մներ, որ օգտակար ըլլալ պետք է ըլլար իր կյանքի ընթացքին։ Անոր յետևեն 35 տարեկան երդասարտ մի ելավ, իր վկայությունը այսպես սկսավ։ Մեր ձեր եղբայրը ասավ, թե քրիստոնեությունը լավ բան է մեռնելու ադեն։ Ես ալ կուզեմ հայտարարել, որ քրիստոնեությունը լավ բան է ապրելու ադեն։ Ես 2 տարի առաջ ապաշխարեցի, երբ նոր կորձ մտածած էի, ինձ ասած էին, որ քրիստոնեները թութու երես կունենան, ժպդիլը մեղք կնկատեն եւ ամեն միջոց կգործածեն, որ ուրախ չլան։ Զիս խապած էին։ Առաջվին է շատ ավելի ուրախ եմ, նյութական կորձը սերտալով կփարկավաճի, որովհետեւ դրամատուրգությունը սլավ է եւ գրնամ ավելի ժամանակ դրամատրել արևդուրիս։ Երբ երդասարտը լմուծուց իր վկայությունը, մեր հյուր բարեկամը ինք իրեն ասավ, մեկը վկայեց ասելով, որ հոգևոր կյանքը լավ բան է ապրելու համար, իսկ վկայեց նաև, որ Աստված իրեն հաջողություն տվավ իր նյութական կորձին մեջ, մյուսն ալ ասավ, որ հոգևոր կյանքը լավ բան է մեռնելու համար։ Սակայն մտքին մեջ առնել դալեն ետք։ Ասավ, եթե ապաշխարությունը լավ բան մներ, ինչու այս վարյանին չապաշխարեմ։ Ուստի որոշեց ապաշխարել։ Ժողովեն ետ գնաց դարիքոտ հովիվ դեսավ ու անոր վկայեց իր ապաշխարությունը։ Հովիվը զինք օրտնեց ու վսահեցուց, որ երբեք պիտի չզղջար ապաշխարելուն համար։ Աստված օրտնեց այս երդասարտը, նյութական մեծ հաջողություն շնորհեց եւ իր վաճառատունը թարու վերջավորության Ամերիկայի ամենամեծ հաստատությունը կնկատվեր։ Իր շահած դրամեն արադորեն նվիրատվություններ գներ եկեղեցիներուն եւ հոգեվոր հաստատություններուն։ 1885-ին մինչև 1893 Ամերիկայի նախագահ Բենյամին Հերեսոնի թահլիջին անդամ եղավ իբրև Postmaster General։ Փաստեց փորձարապար, որ հոգևոր կյանքը օգտակար էր թե ապրելու եւ թե ալ մեռնելու համար։ Իր հավանական հանգիստը մտավ 1922-ին։ Խոնարհության ու դերոջ եկեղեցին վախճանը հարստություն, փառք ու կյանք եկեսի արագած 22-4-ը։ Սկիմա պիտի գարտամ Հռոմայեցիս 8-րդ գլուխ 37-րդ համարեն։ Բայց այս ամեն բաներուն մեջ ալ պիտի հաղթող գլանք անով, որ մեզ սիրեց։ Վասնզի ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ ռեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ քալու բաները, ոչ բարձրությունը, ոչ խորհրդությունը եւ ոչ ուրիշ արարած կրնա մեզ զադել Աստծո սերեն, որ Քրիստոս Հիսուս մեր դերոճմով է, Հիսուս Քրիստոս մեզի հետ է այս աշխարհի վրա ապրած ադեննիս։ Դերը օրտնեցես եւ բահեցես։ Երբ մգա պիտի չանամ երկել, եթե բարերը հիշեմ, կարանի դրաս, Էլմաջանը։ Ապաշխարության երկմն է, որ բարերը գսեն, ինչպես որ եմ մեղքով լեցված, խեղճ մեղավոր ու որսված։ Չանամ երկարանով երկել, որբեսի բարերը չշփոթեմ ցեզի։ Ապաշխարությունը այս աշխարհի վրա պայման է մեզ ամեն մեկուն, որովհետև մեզ կփրկեմ մեր մեղքերեն Հիսուս Քրիստոսի զարյունովը եւ գարաշնորհե մեզ իր Սուրբ Հոգիովը, որբեսի դանի մեզի երկնային թակավորության մեջ։ Եվ այս երկին բարերը, որ ասիցեզի
ինչպես որ եմ մեղքովեցված ինչպես որ եմ մեղքովեցված խելջ մեղավոր ոգորսված աչքերս թեբի փրկից ուղած կարնած տձո քեզի գուքամ ինչպես որ եմ տունդեր կիդես բոլոր մեղքերս կճանչես աղդոտ հոգիս տունգս արապես կարնաս տձո քեզի գուքամ ինչպես որ եմ այնպես կուքամ շնորհ որ միշտ քով դալամ ու հավիդյան երես տեսնեմ քարնաս տձո քեզի գուքամ դեր օրտնեց ես սիրելներ և անոնք որոնք մտիկ կնեն այս տերոջ չբատկամը և այս երկը եթե դերը սրդիտ մեջ կտնե որ ապաշխարություն ունենաս մտի գրե այս կարոզը ու այս երկը երկե մի քանի անգամ իբր ապաշխարություն որ դերը արցնակրեք ու իր սուրբ ցերկովը այն սուրբ երկնքի մեջ իր գենաց կրկի մեջ կո անունդ դերը օրտնեց ես մինչև հաջորդ հանդիպում